Շփիտ, լավատեսություն, բարձր տրամադրություն եւ իհարկե հետաքրքիր հյուր։ Իմիջն է ձեր եթերում։ Մեր այսօրվա հյուրը Պողոսյան կլինիկայի հիմնադիր, դիմացնոտային եւ պլաստիկ վիրաբույժ Արմեն Պողոսյանը մանկությունից որդեգրել է մի սկզբունք՝ կամ ամեն ինչ անել լավագույն ձևով, կամ ընդհանրապես չանել ոչինչ։ Նա մաքսիմալիստ է, ով երազում է մեծ եւ մեկը մյուսի ետևից քայլ առ քայլ իրականացնում այդ երազանքները։ Նրա կյանքի պատմությունը տքնաջան աշխատանքի, նպատակասլացության, հավատի եւ չհանձնվելու մասին։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շատ հաճելի է, որ դուք ընդունել եք իմ հրավերը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ձեզ շնորհավորում եմ Պողոսյան կլինիկայի բացման առթիվ։ Ձեր կլինիկան շատ բարձր նշաձող է դրել ոլորտում, ինչի համար ուրախ ենք բոլորս։ Ինձ միշտ հետաքրքրել է, որ դուք երազել եք մեծ։ Ինչն է մղում ձեզ չբավարարվել փոքրով։ Շնորհակալ եմ, ինչ խոսք հաճելի է ամենը լսել։ Ինչ վերաբերվում է նպատակին, ցանկացած այսպես ասած երազանք պետք է սկզբնաղբյուրը նպատակ լինի, մարդուն այդ նպատակը, ինչի է ձգտում։ Այդ ամեն ինչը կարելի է հավաքել, համադրել մեկտեղ եւ անունը դնել օրինակ այս պահին հենց Պողոսյան կլինիկա, այո։ Այսինքն դա միայն բժշկական ծառայության մատուցման մասին չի խոսքը, որովհետեւ մենք ուսումնակրթական կենտրոն պետք է ունենանք, այդ ճանապարհին ենք։ Այսինքն դա գաղափարի մասին է, այո, գաղափարի մասին է խոսքը, ձգտել դեպի կատարելություն մի քիչ, այսպես ասած, ամբողջորգոր կլինի, բայց ձգտել դեպի լավագույնին եւ մանրակրկիտ, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես պատրաստվել դա ամեն ինչին։ Ինձ միշտ հետաքրքրել է եւ զարմացրել է իր գլխում ծագած գաղափարները, իր նպատակը գնալ միջև վերջ, պայքարել միջև վերջ եւ հասնել մեծ բարձունքների։ Փաստը ցույց տվեց, որ այո, Արմեն Պողոսյանը կարող է եւ անում է այն, ինչ մտածում է, այն, ինչ պլանավորում է։ Ես զարմացած եմ իր ստեղծագործ մտքի վրա։ Իմ մոտ է այս տպավորությունը, որ գիշերը քնած ժամանակել ինչ որ բան է փորձում ստեղծի։ Դա կլինի շինարարական իմաստով, դա կլինի ինչ-որ նախաձեռնության իմաստով։ Ինքը անընդհատ այդ մտքերի մեջ է, անընդհատ ինքը իրեն այս տանջում է, հաճախ եմ իրեն ասում, Արմեն ջան, մի քիչ հանգստացի։ Դա իր էությունն է, ստեղծագործելը, բացի այն, որ ինքը այսօր որպես մասնագետ գեղեցկություն է պարգևում ինչ-որտեղ, բացի մարդկանց օգնելուց որպես բժիշկ, սիրում է շինարարություն, սիրում է կառուցել, սիրում է ինչ-որ նոր բան ստեղծել, իր միջոցների, ասենք, ինչ-որ տեն երևի թե չհաշվարկելու, անդադ ներդնելու։ Ինքը միջոց չի խնայում հանուն աչքի համար հաճելի ինչ-որ բան ստեղծելու։ Ինքը առաջ է մտածում, ինքը մի քանի տարի առաջ կարծես թե զգում է, կարծես նկատում է այդ ամեն ինչը ու իր երազանքների, իր ծրագրերի մեջ կամ մեր բուժքույրական դպրոցի ստեղծում է, նոր ծրագրերի մշակում, նոր մոտեցումներ, հիվանդների սպասարկման, հիվանդների բուժման, վիրահատության ընթացքի, այդ ամեն ինչի մեջ ինքը ուզում է ինչ-որ նորարարություն, անընդհատ նորարարություն։ Դրա արդյունքում մենք ունենք շքեղ կլինիկա, բարձրակարգ ծառայություններով, հարմարավետ հիվանդասենյակներով եւ բոլոր ծառայություններով, ինչը անհրաժեշտ է հիվանդին ունենալ մեկ հասցեում։ Հիմա ես կուզենայի, որ դուք նախ ներկայացնեիք, թե ինչ վիրահատություններ եք դուք կատարում կլինիկայում, հետո մենք խոսենք մնացած ծառայությունների մասին։ Էսթետիկ եւ վերակառուցողական բժշկական կենտրոն է կոչվում, դիմացնոտային, լոր, քիթ-կոկորդական ջաբանություն, պլաստիկա, զուգեր ունենք ստոմատոլոգիա, որոնք որ այսպես ասած մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Ինչպես նաև ունենք դիագնոստիկ մաս, որպեսզի պացիենտները նախապես զնվեն, հանձնեն անալիզներ, ուլտրաձայնային հետազոտություն եւ մի շարք հետազոտություններ կա նախավիրատական, այսպես ասած, այդ զրույցները անցնելու։ Այդ ամեն ինչը մենք կազմակերպել ենք պացիենտի շատ չարչար ենք, այսպես ասած։ Գա մեկ հասցեում ամեն ինչ ստանա։ Մեկ հասցեում ստանա եւ ավելի շատ պացիենտի տուն կարելի անվանել մեր կլինիկան, որովհետեւ
մենք հիվանդ մարդկանց չենք ընդունում։ Այո, այցելուներ են, ովքեր գալիս են գեղեցկանալու։ Այո, պացիենտներին ենք ընդունում, որոնք որ նախապես զնվում են եւ առողջական խնդիրներ չունեն։ Եվ լավ է, որ դուք ունեք պրոֆեսիոնալների մի ամբողջ թիմ, որը միասին նախապես զննում է հիվանդին եւ որևէ խնդիր բաց չի թողնվում մինչեւ վիրահատությունը։ Այո, նախապես մենք անում ենք համակարգչային տոմոգրաֆիա, եթե օրինակ համար գնում է դիմացնոտային շրջանի մասին, մասնավորապես քթի վիրահատությունները, որ ավելի շատ են, երբեմն ատամների հետ կապված խնդիրները կարող է հայտ բերել առողջական լուրջ խնդիր, որոնք որ հարկտային խոռոչների հետ կարող են խնդիր առաջացնել, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտությունները շատ կարևոր են։ Մի խոսքով մենք տարբեր խնդիրների բացահայտման մասին նաև իրականացնում ենք այդ ծառայությունները, որովհետև շատ դեպքերում օրինակի համար նկատել է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, որոնք որ հիմա շատ են տարածված։ Դրա հիմնական պատճառները մենք կարող ենք անդրադառնալ մասնագետների հետ խորհրդատվություն են կազմակերպում, եթե այդ խնդիրները ի հայտ են գալիս։ Եվ նմանատիպ խնդիրներ շատ կան։ Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք մաքսիմում նույնիսկ լաբորատոր զննություններ ավելացրել ենք, մաքսիմում ի հայտ բերենք արկա խնդիրները։ Եթե չեն խանգարում, այդ ժամանակ նոր մենք կարող ենք անցնել վիրահատության։ Նախավիրահատական քննությունները, զննությունները պարտադիր պացիենտները անցնում են։ Շատ լավ է։ Իսկ այս ստոմատոլոգիական բաժանմունքը իր մեջ ինչ է ներառում։ Ինչ ծառայություններ։ Մենք ունենք օրթոպեդիա թերապիա, իմպլանտոլոգիա, նաև էսթետիկ տեսանկյունից վերակառուցում ենք, այլ մասնագետները աշխատում են, օրթոդոնտ ունենք, տարբեր ծառայություններ են մատուցվում եւ անկախ ամեն ինչից համադրվում են այդ ծառայությունները այդ էսթետիկ եւ վերակառուցողական բժշկական կենտրոն ասվածի հետ։ Այո, եւ բացի այդ դուք հիվանդին մոտենում եք համալիր, այսինքն դեմքը շտկում եք համալիր, եթե կան խնդիրներ, արդեն մտնում եք ստոմատոլոգիական կաբինետ։ Անպայման, եթե խնդիր ունենք, օրինակ ստոմատոլոգիա հետ կապված, օրինակ եթե վերցնենք քիթը, եթե պացիենտը ունի վատ շնչառություն, կարող է հենց պատճառային ատամը հանդիսանալ իր վատ շնչառության հիմք, այսպես ասած, որտեղ եթե շուրջատամնային հյուսվածքը բորբոքված է լինում, վնասված տարբեր պատճառներից, դա կարող է լինել տրավմատիկ նույնիսկ, հարկտային խոռոչների հետ կապված խնդիրները ի հայտ կարող են բերել վատ շնչառություն, նմանատիպ զգացողություն կարող են բերել, իսկ թարախաբորբոքային process-ները իրականանում են այն դեպքում, երբ որ բնականաբար ունենք խնդիր, իսկ այդ խնդիրները քթի հետ անմիջական կապ ունեն եւ հաղորդակցություն են։ Դրա պատճառով մարդը կարող է նաեւ վատ շնչառություն, գլխացավ, բաց զգացողություն ունենա եւ միայն շնչառության հետ կապի։ Այդ իսկ պատճառով մենք նախապես խորհրդատվության ենք գրանցում պացիենտին, որպեսզի ստոմատոլոգը տեսնի եւ զննի, ինչպես նաեւ տոմոգրաֆիան տեսնի։ Եթե արկա խնդիրներ հայտնաբերի, այդ ժամանակ արդեն պլանավորվում է։ Ինքը ինձ առաջարկեց, որ լաբորատոր ծառայության մասը ես աշխատացնեմ, ամեն կերպ փորձում ենք այդ աշխատանքը կազմակերպել բարձր մակարդակով, դա չի էլ քննարկվում, տարբերվող հատկանիշներ ունի խստապահանջությամբ, աշխատանքի կազմակերպելու ունակությամբ, ոչ մի միջոց չխնայել հանուն աշխատանքի, հանուն գործի հաջողության, հանուն պացիենտի հարմարավետության, առողջության ապահովման, մանր հաշվարկների մեջ չմտնող անձնավորություն։ Իմ կարծիքով բավականին այսօրվա մեր օրերում քիչ հանդիպող տեսակ է այդ առումով։ Մենք ներկայացրեցինք չէ բոլոր ծառայությունները, պարոն Պողոսյան։ Այո։ Լավ, դե ես կինեմ եւ չեմ կարող բաց թողնել էսթետիկ կողմը, անպայման դա ես պետք է նշեմ, ես տեսնում եմ, որ դուք կլինիկայի ինտերիերին, հա, էքստերիերին շատ մեծ նշանակություն եք տվել եւ շատ գեղեցիկ էսթետիկ միջավայր եք կառուցել։ Նույն ռիսեպշնը, հիվանդասենյակները, որի վրա ծախսվել են միջոցներ, ծախսվել է ժամանակ եւ այցելումներին հրամցվել է լավագույնը։ Ես կարծում եմ, որ շատ ժամանակ եւ նյարդեր է դա ձեզնից խլել այս փառահեղ արդյունքը։ Շնորհակալություն ուշադրության նաև գնահատանքի նկատելու համար։ Մենք ժամանակակից մոտեցում ունենք, միայն մեր կլինիկայում չէ, շատ կլինիկաներում, ինչը ողջունելի է, եւ օգտվելով առիթից ասեմ, որ շատ ուրախ եմ ես, որ նմանատիպ մեծ հաջողություններ են գրանցում մասնավորապես մեր բժիշկները, որոնց նեղ մասնագիտական կարծիքը կամ մեծ հիվանդանոցներում աշխատելու ցանկությունից զատ փորձում են իրենց գաղափարը եւ ներդաշնակությունը առանձնացնել որպես այդպես գաղափար։
Բրավո ձեզ, այսինքն դուք կողմնակից եք առողջ մրցակցության։ Միանշանակ, այստեղ պետք չի կոնկրետ բժշկությունը որպես այդպիսին մրցակցություն դիտարկել իմ կարծիքով կամ որպես բիզնես, որտեվ լատինական ասացված կար, թարգմանաբար բժիշկը մարդու բարեկամն է, որտեվ բժիշկը կարող է մարդուն ավելի շատ հասկանալ, տեսնել, կարեկից լինել, պացիենտի հետ հիվանդանալ, լավանալ, պացիենտի առողջությունը ամենակարևոր բանը բժշկի համար։ Անկախ մարդկային որակից ցանկացած բժիշկ ուզում է, որ իր պացիենտը լավ լինի։ Դա պետք է փաստենք։ Իսկ ցանկացած բժիշկ ձգտում է կատարելության դեպի պացիենտի առողջական, ինչպես նաև հոգեբանական խնդիրները չշատացնել, այլ բերել բալանսի։ Իսկ ինչ վերաբերում է մեր կլինիկային եւ էսթետիկ միջավայր ստեղծելու համար, պացիենտների կարծիքը հաշվի առել։ Մենք ունեցել ենք 5 տարի կլինիկա, հասցեն է փոխվել, սա 6-րդ տարին է, որ այդ գաղափարի շուրջ մենք աշխատում ենք։ Եվ նույնիսկ պացիենտների կարծիքը հարցրել եմ ես, թե ինչ միջավայրում դուք կուզենայիք օրինակ սպասարկվել։ Դա բերել հասցրել է այն մակարդակին, որ մենք ունենք այն, ինչ ունենք։ Rockets on the beat. Շատ մեծ միջոցներ, ջանք, նույնիսկ առողջություն ներդրել կենտրոնը ստեղծելու ընթացքում։ Պարբերաբար եղել է, ես եկել եմ նայել եմ, ինքս ընդհանրակրկիտ ներկայացնում է այս պատը օրինակ, ասում եմ 4 անգամ քանդել եմ տվել, որովհետև կամ արհեստավորը լավ չի անում, կամ անելուց հետո հասկանում եմ, որ դա իր տեղում չի։ Ինքը չի ալար, ինքը չի հարմարվի։ Եթե իր աչքին հաճելի չի, ինքը հաստատ չի հարմարվի, ոչինչ չի խնայի, դա բերելու են տեսքի, որը պետք է իր աչքին հաճելի լինի ու ոչ միայն իր աչքին, այլ հարմարավետ լինի բոլորի համար։ Այստեղ հոգի է ներդրվել այս ամեն ինչի մեջ ու երեխուն ման փայփայում է դոկտոր Պողոսյանի իր կլինիկան։ Մենք էլ իր հետ վարակվել ենք իրենից ու մենք էլ փայփայում ենք մեր կլինիկան, սիրում ենք մեր կլինիկան, ուրախանում ենք մեր կլինիկայի հաջողությունով արդեն։ Հիվանդները այստեղից գնում են գոհ, ժպիտով, բոլորը հոգատար վերաբերմունք ունեն բուժքույրերը հիվանդների նկատմամբ, թե բուժման, թե խնամքի մեջ։ Բոլորին մոտենում ենք որպես հարազատ։ Ոչ մի պացիենտ այստեղից դրգոհ չի գնում։ Դուք մաքսիմալիստ եք եւ ստեղծել եք առավելագույնը։ Այո, ոչինչ կամ ամեն ինչ այդ գաղափարախոսությունը թերևս շատերին հարազատ է, այդ թվում նաև ինձ, որովհետև միջակությունը, ինչպես մարդկային որակների մասին, եթե մենք խոսում ենք, միջակ մարդիկ իրենք վտանգավոր մարդիկ են, իսկ մաքսիմալիստ լինել միջակությունից հեռու։ Եվ մի փոքրիկ նյուանսել, փոքրիկ դետալ, կլինիկայում հնչում է բարձրաճաշակ դասական երաժշտություն, որը շատ հաճելի է։ Ես երաժշտություն շատ եմ սիրում։ Ահագին դրան ժամանակ տրամադրել եմ, ինչպես նաև հիմք է հանդիսացել, որպեսզի հոգեբանական տեսանկյունից մենք կարողանանք մարդկանց մոտեցում ցուցաբերել։ Հիվանդասենյակներում մենք երաժշտություն ունենք եւ ցանկացած տեղ պացիենտը որ ժամանակ ուզենա կլսի, որ ժամանակ ուզենա չի լսի։ Տարբեր լուսավորության ռեժիմներ ունենք, այսպես ասած։ Հիվանդասենյակներում եւ առհասարակ դա պացիենտի համար առաջի հերթին հարմարավետություն է ստեղծում, որովհետեւ չենք կարող որպես հիվանդ վերաբերվել մեր պացիենտներին։ Այդ մասով էլ ստեղ ամեն ինչ մշակված է, չգիտեմ ճաշակում նա ով անդրում երաժշտությունները, անկեղծ ասած չգիտեմ, բայց հաստատ միանգամից դռնից ներս մտնելուց անմիջապես մարդու հոգևոր ինչ-որ իրավիճակ գալիս է կոմֆորտի զոնայի անգնում։ Մենք հիմա խոսենք, թե դուք ինչ սկզբունքով եք ձևավորել ձեր թիմը։ Անշահախնդիր աշխատելը։ Բոլորը պետք է այդպես աշխատեն, տեսնեն այդպես, ընկալեն այդպես, որպեսզի կարողանան պացիենտին ճիշտ ընդունել։ Որովհետև մենք տեսնում եւ վերցնում ենք այն ամենը, ինչը մեզ անհրաժեշտ է։ Մեզ անհրաժեշտ է լավ սպասարկվել նաեւ որպես պացիենտ։ Մեզ անհրաժեշտ է լավ վերաբերմունք։ Այդ իսկ պատճառով մենք ավելի շատ պետք է կարողանանք ընդառաջ գնալ, դիմացինին լավ վերաբերվել, լավ ընկալել եւ տեսանելի դարձնել այն ամենը, ինչը որ նույնիսկ անձն աշխով տեսանելի չէ։ Բայց դուք բավականին լուրջ եւ մեծ թիմ եք հավաքել։ Ինձ համար նույնիսկ շատ մեծ։ Երևի թե ամեն մեկ ունի իր գործառույթը։ Մենք տարանջատել ենք, այնպես ենք արել, որ մի մարդը երկու գործ չանեն։
Սկսած մայրապետի աշխատանքից, ստերիլիզացիայից, բժիշկներից, գլխավոր բուժքույր, պես որ ցանկացած կլինիկայում պահանջները շատ բարձր են, առհասարակ մարդու կյանքի հետ առնչվող յուրաքանչյուր դետալ պետք է ճիշտ տեղում լինի եւ կատարողը պետք է ճիշտ մարդ լինի, ճիշտ մարդ ընտրված լինի։ Այնպես որ մենք սովորում ենք բոլորս, մեկս մյուսից սովորում ենք մեր թիմից, անկախ իրենց մասնագիտական կրթությունից, պետք է կարողանանք համադրել մեր ընդհանուր գիտելիքները դեպի մարդ հասկացողությանը, որովհետև եթե մենք մարդուն չկարողանանք մոտենալ որպես մարդ, մենք չենք կարող մեր մասնագիտական հատուցությունը ճիշտ իրականացնել։ Իմ կարծիքով դա շատ կարևոր է։ Դոկտոր Պողոսյանի ծրագրերը շատ մեծ են։ Ծրագրերի մեջ մտնում են քույրական դպրոցի ստեղծում, բուժքույրական գործի բարելավում, այդ ամեն ինչը պիտի իրագործվի։ Հիմա մենք միասին աշխատում ենք ծրագրերի վրա, ուղեցույցների վրա, որը համապատասխանում է մեր կլինիկային, մեր աշխատանքին, աշխատում ենք բուժքույրերի որակական բարձրացման վրա, նեղ մասնագիտական բուժքույրերի վերապատրաստման համար, վիրահատարանի բուժքույր, վիրակապարանի, անեսթեզիայի բուժքույր։ Աշխատանքը կատարում եմ շատ սիրով, մի քանի այլ կլինիկաներում աշխատել եմ որպես գլխավոր բուժքույր եւ հիմա այդ ամեն ինչը ներդնում եմ այս կլինիկայում։ Շատ կազմակերպված, պահանջկոտ, մանրակրկիտ, ամեն ինչի հետ կապված ինքը շատ խիստ մոտենում է բոլոր հարցերին։ Թե մասնակետի ընտրության հարցում, թե աշխատանքների կազմակերպման հարցում, դեպի շատ ճիշտ է, որտեղ գործը պահանջում է։ Թե իր մասնագիտական առումով եւ ընդհանրապես կլինիկայի բոլոր բժիշկների առումով դա շատ կարեւոր պահանջներից մեկն է։ Ինքը team leader է, ստեղծել է իր ընտանիքը, ստեղծել է իր թիմը, շատ խիստ է, շատ պահանջկոտ է։ Անձնակազմի նկատմամբ շատ խստա պահանջ, դա կփաստեն բոլորը, ոչ միայն աշխատողները, այլև իրեն ճանաչողները։ Ինքը բծախնդիր մաքրասիրությանը հետևող բժիշկ, ղեկավար, իր մոտ պետք է ամեն ինչ լինի անթերի, մաքրության իմաստով։ Մաքրությունը վերաբերում է ոչ միայն կենտրոնի ներսում վիրահատարանի կամ սենյակների մաքրությանը, այլ խոսքը նաև շրջապատի։ Սիրում եմ գործս, սիրում եմ դոկտոր Պողոսյանին, որը իր գործի մեջ շատ խիստ, շատ պահանջող, միևնույն ժամանակ շատ բարի, հասնող, եթե աշխատանքը կա, ես պիտի կատարեմ, ինքը անմիջապես դրան մասնակից է դառնում, սկսում է օգնել եւ բոլորին, աշխատակիցներին բոլորին օգնում է։ Ձեր թիմի յուրաքանչյուր անդամ ասում է այն մասին, որ դուք չափազանց խստապահանջ եք, բայց առաջին հերթին խստապահանջ եք ձեր հանդեպ։ Սա է չէ հիմքը ձեզնից հնչող պահանջների։ Դա նորմալ երևույթ է, եթե մենք ինքներս մեզ չվերաբերվենք այնպես, ինչպես որ մենք ենք վերաբերվում դիմացին, դա անարդարացի կլինի։ Մենք մարդու հետ գործ ունենք, այդ իսկ պատճառով թիմային գաղափարախոսություն առհասարակ մարդու օրգանիզմի նման պետք է լինի։ Յուրաքանչյուր օրգան իր ֆունկցիան կատարում է, այնպես էլ բժշկական հիմնարկը պետք է կոնկրետ իր ուրույն նշանակությունը հենց ունենա եւ նշանակետին դիպչի, այսպես ասած։ Ձեր թույլտվությամբ ես գնամ դեպի ամենասկիզբ, անցնենք հա ձեր անցած ճանապարհի վրայով։ Դուք ծնվել եք Մարտունիում, բժշկական աշխատողների ընտանիքում։ Հենց սա է ձեզ կողմնորոշել դեպի բժշկություն։ Ձեր տատիկը մայրը եղել են ոլորտից։ Այո, եւ երևի թե 3 տարեկանից ես գիտեի, որ բժիշկ պետք է լինեմ, բնականաբար չգիտակցելով, բայց գիտակցելով այն փաստը, որ դա մարդուն օգնել է։ Այսինքն ձեզ ուղղորդել է մարդուն օգնելու փաստը։ Այո, հենց մարդուն օգնել, կարեկից լինել, դա տեսել եմ, օրինակ իմ տատիկը մեր գյուղում 40 տարի աշխատել է։ Մանավանդ ի տարբերություն մեծ քաղաքի գյուղում բոլորը առանց ժամ ու պատարագի գալիս ծեծում են, հա, դուռը եւ խնդրում են օգնություն եւ երևի թե դուք դա տեսել եք ամեն օր։ Այո, անկեղծ ասած, ովքեր որ ճանաչում են, ովքեր որ գիտեն,
դա միշտ փաստել են, երբ որ նմանատիպ հանդիպումներ եղել է ժողովրդի հետ։ Պարոն Պողոսյան, երբ գնում եք Երևանի բժշկական համալսարան, կողմնորոշվել եք արդեն նեղ մասնագիտության հարցում։ Ուզում են ընդհանուր վիրաբույժ դառնալ, ճանապարհները տարանբերին, ակամայից ստացվեց այնպես, որ նորից վիրաբույժության մեջ, բայց արդեն նեղ մասնագիտական, հենց դիմացնոտային վիրաբույժություն, հենց վիրաբույժությունը միշտ հետաքրքրել է։ Ձեր առաջին աշխատանքային հասցեն Հերացի համալսարանական կլինիկան է եղել։ Այո։ Ինչ է տվել ձեզ այդ հասցեն։ Ամենակարևորը մարդկային ճիշտ փոխհարաբերություններ, միջանձնային փոխհարաբերություններ են հիմք հանդիսանում, որ մենք ճանապարհ սկսենք եւ քայլենք։ Այս ճանապարհը սկսել եմ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որի համար շնորհակալ եմ մասնավորապես իմ ղեկավար Անա Յուրևնային։ Ես իրեն շատ սիրում եմ, շատ հարգում եմ, ինքը շատ լավ մարդ է, չեմ կարող չբարձրաձայնել եւ հենց այդ հարաբերություններն են, որ հիմք են հանդիսացել ավելի շատ իրոք մասնագիտությունը սիրել։ Տղամարդը տղամարդուց վերցնել դա մի քիչ ուրիշ է, բայց որ տղամարդը արդեն կնոջից կարող է վերցնել, դա խոսում է մեր ղեկավարի բարձր պրոֆեսիոնալիզմության։ Հա, շատ կարևոր եւ շատ նուրբ դետալ ընդգծեցիք դուք։ Ուղեցույց պետք է հանդիսանան այն մարդիկ, ովքեր որ քո դիմացից քայլում են։ Ամեն ինչի ձգտող լավագույնի։ Եթե Արմենը որոշեց մի բան անել, ստեղծել մի բան, պետքա ուրեմն հասնի կատարելության, ոչ մի բան չի անի հենց այնպես։ Դա նաև իր արդինատուրայի տարիներին դրսևորվեց, ես երբ որ աշխատում էի Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում, Արմենը դեռ բժիշկ չէր, ընդհանրապես արդինատոր։ Եվ հենց այդ տարիներից նկատվեց Արմենի նպատակասլացությունը, ջիղը հասնել ամեն ինչի։ Հիմա վերադառնանք Նյումեդ բժշկական կենտրոնին, այս հասցեի նշանակությունը ձեր կյանքում։ Դուք այստեղ կարողացաք կլինիկայի մեջ ստեղծել կլինիկա եւ հիմնադիրի ղեկավարի դերում դա առաջին փորձն էր։ Ճիշտ համագործակցության արդյունքում ստեղծվեց այդ կլինիկան, հենց սպասարկումը նույն այդտեղ մենք պացիենտների կարծիքը հաշվի ենք առել։ Ինչ համար մենք, որտեղ մենք արդեն փոքրիկ թիմ ենք ունեցել, հետո այն թիմը, որ սպասարկեր արդեն կոնկրետ իմ պացիենտներին նույն դիագնոստիկ մասով, սպասարկման, նաև հետվիրատական խնամքի ժամանակ պացիենտը իրենց բավականին կոմֆորտ են զգացել։ Բավական երկար ժամանակ ես անցկացրել եմ կոնկրետ Նյումեդում, ինձ բավականին շատ փորձ, հետաքրքրություն, ընկերություն, շատ բան ա տվել այդ հասցեն։ Բծախնդիր, ամեն ինչ կարգապահ, ճիշտ իր դիրքերում որ պիտի լինի, դա էլ իհարկե մեծ նշանակություն ունի այդ բնավորությունը մարդու, ինչ որ բան կազմակերպելու, ստեղծելու հարցում, երբեք չես կարող ասել, որ փնթի թափթփված մարդը կարող է ինչ որ պրոդուկտ ստեղծել, ինչ որ արդյունքի հասնել, արդյունքի հասնում են նրանք, ովքեր որ ամեն ինչ գծած անում են ու նպատակասլաց պիտի լինի մարդը, այսինքն ինչ որ պրոդուկտ ստանալու ճանապարհին բնականաբար միշտ խնդիրներ են լինում, միշտ խոչընդոտներ են լինում ու մարդ պիտի լինի բծախնդիր, որպեսզի կարողանա հաղթահարել այդ ամենը ու դուրս գալ դրա մեջից, այսպես ասած, հաղթանակով, հա, բժիշկ Պողոսյանը հենց այդպես կարող եմ իրեն բնութագրել։ Ինքը շատ կարճ ժամանակում կարողացավ նույն Նյումեդում ստեղծել Պողոսյան կլինիկան, դիմացնոտային բաժանմունք, այսպես ասած, որը շատ յուրատուկ մոտեցումներ ուներ թե բուժառուների հարցում, թե վիրահատական հարցերում ինքը իր տեխնիկայով եւ այլն։ Դա էլ բնականաբար էլ հիմք ստեղծեց հետագայում իր առանձին մեծ Պողոսյան կլինիկան, որը հիմա նույնպես մեծ ռուսերեն ասած պոպուլյարնեստ է վայելում եւ բնականաբար գնալով աճում է, տենց էլ պետքա լիներ։ Պարոն Պողոսյան, մենք խոսեցինք ծառայությունների մասին, որոնք ապահովում են մեկ հասցեում բոլոր հետազոտությունները, բայց ես ուզում եմ հիմա մենք հասկանանք, հա, դուք ձեր կաբինետում ինչի մասին եք զրուցում մինչև վիրահատությունը այցելուների հետ եւ արդյոք կարևոր է երկար մանրամասն զրուցելը։ Միանշանակ միջև անցնել բժշկական խորհրդատվության, ծանոթանալ պացիենտի հետ, ինչպես նաև պացիենտի մասին ունենալով ինֆորմացիա, հետագա մեր ճանապարհը կառուցում ենք եւ պետք է կարողանան պացիենտն ու բժիշկը ճիշտ համագործակցել։ Այդ դրա արդյունքն է շատ կարևոր։ Մենք նեղ մասնագիտական, որ ուղիով կգնանք, մենք պացիենտին ինչ պետք է կարողանանք տալ,
Իսկ միջև ինձ մոտ մտնելը պացիենտը արդեն հագին ճանապարհ անցնում է կլինիկա մտնելով, սպասարկվելով, այդ ամեն ինչը իր ուրույն տեղն նշանակությունը ունի։ Պետք է կարողանանք ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Իսկ ճիշտը ճիշտ տեղից սկսելն է։ Մենք ունենք գրքույկ, որտեղ նշված է այն ծառայությունները, որոնք որ մատուցվում են, մանրակրկիտ գրված է։ Ինչի մասին է խոսքը, նաև պացիենտը պետք է ունենա նեղ մասնագիտական կարծիք։ Իսկ ինչի շնորհիվ եք ըստ ձեզ դուք շահում այցելուների վստահությունը։ Լավագույն քաղաքականությունը ոչ քաղաքական տեսանկյունից դա անկեղծությունը, պետք է լինել անկեղծ, ինչպես որ կարծում եմ բոլոր բժիշկները հենց այդ անկեղծությունը ցուցաբերում եւ դրսեւորում են։ Ինչ համար են նշում բոլոր բժիշկները, որտեղ դա էթիկայի տեսանկյունից բոլորը սովորել են, գիտեն եւ միմյանցից սովորում են, ինչպես որ մենք մեր ավակ սերնդից սովորել ենք եւ պետք է կարողանանք ճիշտ փոխանցել։ Այդ իսկ պատճառով պետք է լինել անկեղծ։ Ու ցանկացած հարաբերություն, բայց պացիենտի հետ լինել անկեղծ, դա նշանակում է գնահատել պացիենտի առողջությունը, հոգեվիճակը, մտորումները։ Ջանք չի խնայի հիվանդին ամեն ինչ մանրակրկիտ ներկայացնելու, չի ալարի։ Հաստատ երկար կխոսի, կբացատրի, նույնիսկ ամենափոքր մանրուքների մեջ խորանա, որպեսզի դա հասկանալի լինի դիմացինին։ Վիրահատությունից հետո դոկտոր Պողոսյանը համայց է կատարում բաժանմունքում հիվանդներին եւ միայն պիտի տեսնեք թե ինչպես է շփվում ինքը հիվանդների հետ։ Կարծես հիվանդը իր հարազատը լինի, մտնում է ժպիտով, կատակելով, այնց շատ հաճելի է, շատ։ Անկամ այդ ցավերի մեջ իրանք սկսում են ժպտալ։ Այնպես որ դոկտոր Պողոսյանը, չգիտեմ, իր երիտասարդ տարիքում կարծում եմ ինքը շատ առաջ է անցել։ Բարձր պրոֆեսիոնալ է իր մասնագիտության մեջ, հիմնականում այն պացիենտը, օրինակ, որոնք եկել են իմ մոտ, հետո ինչ պատճառներով գնացել են Պողոսյան Արմենի մոտ, միշտ հիացած են դուրս եկել ու միշտ գոհացած են եղել իր աշխատանքով, մոտեցմամբ։ Ես այն հաջողակներից եմ, ում բախտ է վիճակվել լինել դոկտոր Արմեն Պողոսյանի պացիենտը։ Երկար, հիշում եմ շատ երկար փնտրտուքներից հետո վերջապես կանգ առա հենց իր վրա ու մինչ այսօր ընտրությանս համար չեմ փոշմանում։ Մի պատմություն եմ հիշում, ուրեմն երբ վիրահատարան ինձ ուղեկցեցին, դոկտորի հետ մտանք վիրահատարան, շատ լարված էի, շատ հուզված էի, նույնիսկ մի պահ փոշմանել էի արդեն, ուզում էի հետ կանգնել որոշումիցս, բայց պարկեցի վիրասեղանին, այդ ամբողջ ընթացքն էր, որ արդեն պետք է անեսթեզիա անեին եւ հիշում եմ դոկտորը եկավ, նայեց դեմքիս ու ասաց. Ես ուզում եմ, որ քո քիթը ամենագեղեցիկը ստացվի ու միանգամից ամբողջ հուզմունքն ու լարվածությունը այդ պահից ի վեր անցավ։ Այնքան հետաքրքիր էր ու վիրահատությունն էլ շատ թեթև անցավ, չնայած որ իմը բարդ վիրահատություն էր, շատ թեթև անցավ ու հետ վիրահատական շրջանն էլ շատ թեթև եմ տարել։ Նույնիսկ հիշում եմ հետո որ զրուցում էինք արդեն իմ պալատում, ասաց ինձ. Գիտես, դու երևի այնքան լավ մարդ ես, քո վիրահատությունը շատ թեթև անցավ ու այդպես ահագին զրուցեցինք այդ օրը ու ստացվեց այնպես, որ պացիենտից հետո այսպես դարձա նաև Պողոսյան կլինիկայի ադմինիստրատիվ աշխատակիցը, ինչի համար շատ ուրախ եմ, շատ մեծ պատիվ է այստեղ աշխատելը, դոկտորի հետ աշխատելը։ Ասեմ, որ որպես ղեկավար լրիվ այլ կողմից եմ իրեն արդեն ճանաչում, որովհետև ինքը պացիենտի հետ այլ է, իսկ որպես ղեկավար շատ խիստ խստապահանջ, բայց տեղին, դա էլ պետք է ասեմ, չգիտեմ, շատ սիրում, շատ հարգում եմ իրեն, շատ հիանում եմ իրենով ու շատ հպարտ եմ, որ կարողանում եմ մասը կազմել այս ամենի ինչ-որ կերպ։ Երբ էսթետիկ շտկում եք անում, վիրահատությունը որքանով է արվեստ այդ պարագայում եւ որքանով գիտություն։ Տեսեք, գիտությունը բժշկական տեսանկյունից, եթե մենք տեսնում ենք անատոմիան, հյուսվածքները, առանձնահատկությունները, դրանից հետո արդեն մենք որպես այդպեսին միանշանակ ստեղծագործում ենք։ Եթե խոսքը գնում է օրինակ քթի մասին, ձևավորել, ձև տալ, որ ասում եմ մեր հոգին պետք է տեղ դնենք, որովհետև կարող է եւ մի բան ստացվել տեղում, իմպրովիզացիա պետք է անել բժշկական սահմաններում բնականաբար եւ այդ ժամանակ են որ ասում են շատ գյուտեր ծնվում են։ Իսկ եթե նորանոր հաջողություններ ենք մենք ձեռք բերում, դա շատ ժամանակ դժվար վիրահատությունների շնորհիվ, այո։ Վիրաբուժությունը դա թիմային աշխատանք է եւ թիմային աշխատանքում ամեն մեկը պետք է իր տեղում լինի
Իսկ Արմենը այդ հարցում շատ խիստ էր մոտենում եւ պահանջում էր բոլորից, սկսած ինձանից, վերջացած քույրերից, վերջացած մայրապետներից։ Արմենի մոտ վիրահատարանում պետքա ամեն ինչ լիներ իդեալական, մաքուր, ճիշտ եւ ամեն մեկը լուր իր գործը պետքա կատարել։ Շատ բծախնդիր, շատ, այսպես ասած, վիրահատանում խիստ, հա, որ ամեն ինչ պետք է իր տեղը տեղին լինի, գծած լինի, չափած լինի։ Բնականաբար դա տալիս է արդեն իր արդյունքները, գողունակ պացիենտներ եւ այլը, եւ թե որպես բժշկական, հա, որ ինքդ քեզնից գոհ ես լինում, որովհետեւ բժշկության մեջ ամեն ինչ պետք է խիստ իր տեղում լինի, իր ճիշտ դիրքում լինի, որպեսզի ունենանք արդյունք։ Պետք որ դուք ձեզ վիրահատարանում շատ հարմարավետ զգաք։ Դե դուք ստեղծել եք փայլուն վիրահատարաններ։ Էլ ուրիշ ինչ է, պետք որ դուք հանգիստ ստեղծագործեք, աշխատեք, վիրահատեք։ Ճիշտ պետք է սկսվի մայրապետի աշխատանքից։ Միջին բուժանձնակազմը պետք է ճիշտ աշխատի։ Հետո բնականաբար անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգը պետք է ընդունի պացիենտին նախապատրաստական աշխատանքները իրականացվի, հետո այսպես ասած նոր վերջում հասնի կոնկրետ վիրաբուժին։ Ես միշտ հետևում եմ, ճիշտ ասած, այդ սկզբից մինչև վերջ մասնակցություն ունենում եմ այսպես, մինչև հերթը հասնի ինձ։ Այդ իսկ պատճառով պետք է մենք բացի տեխնիկական հագեցվածությունից կարողանանք հագեցնել ճիշտ մարդկանցով։ Եվ պետք է չափը, սահմանը այդ մարդկանց քանակը շատ չլինի, որովհետև նույն վիրահատարանի կառուցվածքի մասին ենք մենք խոսում, օդի մաքրությունը շատ կարևոր է։ Պացիենտը ընտրում է բժիշկին, բայց չի ընտրում թիմին, իսկ բժիշկն է ընտրում թիմը եւ ընտրել ենք այն մարդկանց, որոնք որ կարող են իրենց ողջ աշխատանքը ուղղել դեպի պացիենտ։ Եվ կես հայացքից ձեզ հասկանալ վիրահատարանում։ Ուրիշ տարբերակ ցերևս չեմ տեսնում ես։ Պարոն Պողոսյան, այ լավագույն արդյունք։ Ինչպիսին է այն։ Տեսեք, շատ դեպքերում պացիենտի համար մեծամասնություն տեսանելի չի։ Նայես, որ նեղ մասնագիտական ուղղվածության մասին ենք մենք խոսում, բայց շատ դեպքում պացիենտը չի կարող ընդունել, ըմբռնել եւ հասկանալ բժշկությունը այնպիսին, ինչպիսին կա։ Տարբեր մասնագետներ կարող են իրենց նեղ մասնագիտական կարծիքը օրինակի համար հայտնել եւ պացիենտները կարող են նեղ մասնագիտական կարծիք հայտնել եւ համացանցերում տարածվեն այն գաղափարները, այն մտքերը, որոնք որ իրականում խանգարեն պացիենտին, ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես, որովհետև շատ դեպքերում տեսեք մարդիկ ուզում են գնան երկրորդ, երրորդ վիրահատության դեպքեր կա 4-րդ, 5-րդ, կապ չունի։ Դա արդեն հոգեբանական է։ Ֆիզիկական, հետո նոր հոգեբանական, որովհետև մենք եթե խոսում ենք մաշկի տարբեր տեսակներ կան։ Այդ իսկ պատճառով դեպքեր կա ուզում է 4-5 անգամ պացիենտը վիրահատվի, կարող է փոփոխությունը դեպի վատը գնալ, որովհետև այդ հյուսվածքները անասվում են։ Ամեն անգամ սպի առաջանում եւ մինչեւ 3 տարի փակ հյուսվածքներում սպիացում է գնում։ Պետք է չէ մանրամասն եւ անկեղծ զրույցի ժամանակ այդ բոլոր դետալները ասել պացիենտին։ Ինչպես բանավոր, այնպես մենք գրավոր տալիս ենք պացիենտին։ Այդ գրքույկը կա, որը որ պետք է, այո, պետք է պացիենտը ծանոթանա ամեն ինչին։ Այդ ամեն ինչը ավելի պարզեցված ոչ բժշկական տերմինաբանությամբ հագեցած մենք տալիս ենք պացիենտներին եւ հորդորում ենք ծանոթանալ եւ սովորել նաեւ։ Պարոն Պողոսյան, դեմքի հետ կապված ցանկացած վիրահատություն կատարվում է չէ ձեր կլինիկայում։ Այո, դեմքի, մարմնի, պլաստիկ վիրաբուժության մասին ենք մենք խոսում ընդհանուր եւ աբդոմինոպլաստիկա, այո, մարմնի պլաստիկա։ Ձեր պերֆեկցիոնիզմը, ձեր այդքան մաքսիմալիստ լինելը, ձեր կենտրոնացվածությունը ցանկացած դետալի վրա, ես զարմացել եմ, որ այդքան զբաղվածության մեջ անգամ ձեր ընդունարանում դրված են ձեր ֆիրմային ջրի շշերը, ցանկացած մանրուքի վրա դուք ունեք գերկենտրոնացում։ Դա ձեզնից ահագին ժամանակ է խլում ձեր աշխատանքում, բայց դրան զուգահեռ դուք նաև զբաղվում եք հասարակական աշխատանքով, այսինքն բազմաբևեռ աշխատանքներ եք տանում եւ դուք երկար տարիներ ունեցել եք բժիշկների միավորում հասարակական կազմակերպությունը եւ փայլուն աշխատանք է տարել այդ հասարակական կազմակերպությունը։ Ո՞նց եք հասցնում։
դպրոցական վերջի տարիներից սկսած այդ գաղափարը եղել է։ 2017 թվականին հիմնել են բժիշկների միավորում բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նպատակը առաջի հերթին լինել մարդկանց կողքին։ Մարդասիրությունը կենսակերպ ինձ համար, մարդուն սիրել, հարգել, գնահատել եւ վերաբերվել։ Լավագույն միջոցը գնահատվելու կարողանալ ճիշտ գնահատել։ Իսկ բարեգործական կազմակերպության հիմքը ունենալ նեղ մասնագետներ, աշխարհի տարբեր անկյուններից արձագանքել են, իրենց պատրաստակամություն են հայտնել միանալ մեր թիմին եւ անել բարեգործական վիրահատություն։ Միանշանակ վիրահատություններ, խորհրդատվություններ, մարդիկ բժշկական հիմնարկներում սպասարկվել են հավասարազոր, համաչափ եւ դուրս են եկել։ Այսինքն այստեղ հոգեբանական խնդիրը հարուստ, աղքատ այդ հասկացողությունը չի եղել եւ չի ռոպագանդվել այդ գաղափարը։ Օրինակ այս մարտահրճը իրենք պետք է կարողանանք մենք մոտեցում ցուցաբերել։ Դա շատ նվաստացնող է։ Դիմացինի արժանապատվությունը վիրավորող։ Բրավո ձեզ, որ այդ շատ նուրբ հարցի վրա եք ուշադրում։ Մեր թիմը աշխատել է ուղղությամբ, նաեւ բժիշկները ստացել են իրավական աջակցություն, հոգեբանական աջակցություն, տարբեր դասընթաց քննարկումներ, միշտ մեր մասնագետները, ոչ բժիշկները մեզ շատ են օգտակար եղել։ Դա շատ կարևոր է, պետք է մենք կարևորենք եւ հասկանանք ճիշտ վերաբերմունքը կոնկրետ նեղ մասնագետներին, բժիշկներին, ապա նոր պացիենտների մասին, որտեղ մենք միշտ խոսում ենք աջակցություն օրինակ պացիենտներին, բայց այսօր բժիշկները դրա կարիքը ավելի շատ ունեն, անկեղծ ասած, ինչի համար, որովհետեւ նեղ մասնագիտական կարծիք ունենալ, տարբեր մտորումներ, տարբեր պացիենտների հետ, ինչպես նշեցինք, հիվանդանալ, առողջանալ, այդ ամեն ինչը նաև ներգործություն ունենում է բացական։ Դրա համար պետք է բժիշկը լավ ապրի, առողջ մթնոլորտում ապրի, որ կարողանա ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Մենք ամենամեծ իրավական կոնֆերանսն ենք իրականացրել Հայաստանում, մեր իրավաբանները մեզ աջակցել են, ամիսներ շարունակ պատրաստվել են, որպեսզի մենք կարողանանք բժիշկ եւ պացիենտ միջանձնային հարաբերությունները կարգավորել։ Այսինքն, եթե իրավաբանության մասին բարձրաձայնում է, շատերը այլ կարծիք են կազմում։ Իմանալ իրավունք, պարտականություն։ Իսկ շատ դեպքերում մարդիկ միայն իրենց իրավունքների մասին են փորձում բարձրաձայնել, երբևիցե չեմ լսում, որ մարդը ասել, սա իմ պարտականությունն է, իր պարտականությունը սկսի։ Այդ իսկ պատճառով մեր թիմը անցել է երկար ճանապարհ, ընտրվել են այն մարդիկ, ովքեր որ այնպես չէ իմ մտերիմներ են, իմ կողմից ցանկալի մարդիկ են, մենք քաստինգ ենք հայտարարել, մարդիկ եկել են ինքնակամ, ոչ մի նյութական պահանջներ չեն ունեցել, մարտասիրությունը կենսակերպ այդ գաղափարախոսությանը տրվել են մարդիկ եւ միշտ պատրաստակամ լինելով պատրաստակամ են մեր հասարակության առողջության մասին մտածել, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական։ Այդ իսկ պատճառով մենք կարողացել ենք հիմք հանդիսացնել այն գաղափարը, որ մենք մարդկանց կարողանում ենք մեր մասնագիտությամբ օգտակար լինել։ Ոչ թե խղճալ մարդուն, որ մարդը այս վիճակում է գտնվում։ Եթե մենք ուզում ենք ուժեղ երկիր, ուժեղ հայրենիք ունենանք այդ համաչափությունը եւ ճիշտ մասնագիտական հմտությունները ճիշտ օգտագործել, դա շատ կարեւոր է։ Պարոն Պողոսյան, դուք գիտեք ունեք մի ֆենոմենալ հատկանիշ, որի վրա ես ուղղակի ապշած եմ։ Դուք կարողանում եք այն ամենով, ինչով ապրում եք, վարակել մյուսներին։ Դա ոնց է ստացվում։ Շնորհակալություն նկատելու համար իրականում էմոցիոնալ ֆոնը շատ կարեւոր է, երբ որ մարդու միտքը զգացմունքային է, միտքը պետք է զգացմունքային լինի։ Ինչ լավ բան ասացիք, զգացմունքային միտք։ Այո, պետք է մարդը կարողանա այդ ամեն ինչը զգալ, շունչ տալ նույնիսկ այն, որ շունչ չկա դրա մեջ։ Նույնիսկ առարկա կլինի, եթե մենք օրինակ տեսնում ենք նկար, օրինակ ինչ-որ մի քանդակ տեսնում ենք, որ ասում ոնց որ կենթանի լիներ։ Այսպես դու միտք ես տալիս ավելի կենթանի դարձնելու այդ գաղափարը։ Պարոն Պողոսյան, կարծում եմ 24/7 ռեժիմով աշխատելը դժվար բան է եւ դուք կարողանում եք գտնել ազատ ժամանակ մի փոքր ձեզ հատկացնելու։ Այո, արդեն կարողանում եմ, որովհետեւ մի ժամանակ իրոք ձեր ասած ռեժիմով աշխատել եմ, հիմա արդեն պլանավորում եմ իմ աշխատանքային ժամերը, գոնե կարողանում եմ պլանավորել, իսկ տարիներ շարունակ չեմ պլանավորել, որովհետեւ միշտ աշխատանքի վայրում եմ եղել նեղ մասնագիտական։ Դա շատ կարևոր է, որ մենք մեր անձին կարողանանք ճիշտ ժամանակին ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Իսկ ազատ ժամանակի սիրելի զբաղմունքը ո՞րն է։
շատ տարբեր բազմազան ընկերների հետ նույնակարծիք, նույն նախասիրություններ ունենալով շփում, ընդհանուր մինչև շինարարություն։ Եթե ընկեր, ուրեմն լավ ընկեր։ Եթե ընկեր, ուրեմն հասնող, ուրեմն կողքին կանգնող ընկեր։ Ցանկացած պայն, երբ զանգես, ինքը կապ չունի ինչ հարցա, բժշկական թե այլ, ինքը կողքդ կանգնած է։ Կարծես թե բոլոր ոլորտներից տիրապետում է, այտենց ինքը անձնավորություն է, այտենց ընկեր է, ու միշտ հաճելի է շփվել, ինչ-որ մի հարցի շուրջ քննարկել, անverջ կարող ենք նստել, խոսել։ Եթե բախտը առանձնապես բարեհաճ է գտնվում մարդու կյանքում եւ ուզում է շնորհել մեծագույն հաջողություն եւ երջանկություն, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։ Վառ օրինակ է Արմեն Պողոսյանը, մեր ընկերությունը 20 տարվա պատմություն ունի, համալսարանական տարիներից սկսած միասին անցել ենք այդ դժվար ուղիները։ Շատ ընկերասեր, հարեհաս, իրար հետ շատ փորձությունների միջով ենք անցել, թե բժշկության ոլորտում, թե բժշկությունից դուրս, հա, այսպես ասած, առօրյա կյանքում, ու միայն դրականը կարող եմ ասել։ Իր ուղղամտությունը, պարզությունը, անկեղծությունը, հավատարմությունը, մարդկային շփումը շատ մեծ դեր է խաղում եւ իմ գոլեգաների կյանքում։ Շաբլոն ընկերություն չի ինքը անում, ինքը այդտեղ էլ է տարբերվում, իր սրտացավությամբ, ինչ որ նեղ իրավիճակում ինքը հաստատ չի խուսափի մարդու կողքին կանգնելու, ինքը հաստատ գիշերվա ցանկացած ժամի, օրվա ցանկացած պահի իրեն նեղություն տալով նույնիսկ ինքը հաստատ կկանգնի ու նեղ իրավիճակում հաստատ ընկերոջը չի լքի, իսկ դա իմ կարծիքով ընկերության մեջ ամենակարևոր դրվագն է։ Իսկ կան դեռ երազանքներ, որոնք չեք իրականացրել եւ ունեք մոտակա նպատակներ, հա, կարծում եմ դուք դրանք կունենաք։ Մի տարիք կա գալիս է, որ արդեն միայն նպատակներ են լինում։ Հիմնականում ինձանով եւ ինձանից չի կախված այդ երազանքները կամ ցանկությունները կամ նպատակները, ամենամեծ թերևս նպատակը, ցանկությունը եւ արդեն իսկ երազանքը տեսնել, ապրել, լինել ուժեղ հայրենիքում։ Իսկ դրա հիմքը յուրաքանչյուր հայ մարդու ներդրումն է այս երկրում։ Ապրել եւ գործել մի բանի համար, որի համար արժե ապրել եւ ապրել ու գործել մի բանի համար, որի համար արժե մեռնել Գարեգին Նժդեհից։